Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր զրուցելու ենք հայկական իմաստասիրության սիրահար և ջատագով Վանո Դադոյանի հետ։ Ողջույն պարոն Դադոյան։ Ողջույն։ Շատ հաճելի է ձեր արհեստանոցում մթնոլորտը շատ դրական է և տարերը այն ինչը որ կա այստեղ շատ տրամադրող են, կարծում եմ հետաքրքիր հարցազրույց կունենանք։ Պարոն Դադոյան, դուք մաթեմատիկոս եք, հա, ձեր մասնագիտությունը հենց դա է, մաթեմատիկան եք ուսումնասիրել, ինչն էր պատճառը, որ սկսեցիք ուսումնասիրել հայկական իմաստասիրությունը, սիրահարվեցիք, որովհետև հենց դուք ասում եք, հա, որ դուք դրա սիրահարն եք և ջատագովն եք, կպատմեք մի քիչ դրա մասին։ Նախ շնորհակալ եմ, որ նման թեմաներով հետաքրքրություն կա հարցազրույց անելու։ Կոնկրետ այդ հարցը ինքը շատ տարօրինակ եւ խորախնդիր ունի։ Ես երբ որ համալսարան ավարտեցի, այն ժամանակ 80-ական թվականներն էր, ավելի շուտ 79 թվականում մեխմատ ավարտեցի, բայց ես իմ ծնված օրից չեմ սիրել այդ Լենինի անունը, չեմ սիրել իրան, չեմ սիրել եւ այդ կոմունիստական մտածողությունը չեմ սիրել, շատ տարօրինակ թե ինչու չգիտեմ։ Թեպետ իմ հայրիկը, մեր ընտանիքը կոմունիստներ են եւ նվիրյալ էին։ Ասեմ, որ ես իրանց շատ հարգում, սիրում եմ եւ իրանք ինձ օգնել են, որ ես այսպիսին լինեմ եւ իմ հայրիկը ինձ միշտ ասում էր արդարությունը ամենահամար առաջինն է։ Հետագայում, երբ որ ես ավարտեցի, բնականաբար լուրջ մաթեմատիկա ուսումնասիրելու համար պետքա խորանայի այդ կոմունիստական, մարքսիստական, որոնք ես չէի սիրում, ես որոշեցի մասնագիտությունս փոխել։ Եվ ես զբաղվեցի հայկական կահույքի վերստեղծման եւ վերականգնման խնդիրներով, բազմաթիվ գյուղեր, տարբեր երկրներում ճամփորդություններ, ուսումնասիրություններ եւ դրանից հետո ինձ հետաքրքրում էր ոնց վերականգնենք ազգային արժեքները։ Հենց այդտեղից ես եկա այն մտքին, որ հայ ազգը եթե չի վերադառնում իր իմաստասիրական եզրույթին, չի վերադառնում իր հայրենին, իր այսպես ասած այն մեծ ժառանգությանը, որով ինքը կարող է նաև ամբողջ աշխարհին դրական լիցքեր փոխանցի եւ դրական հարթություն բերի եւ նոր զարգացում ապահովի, ու ոչ ոք չի կարող իրականում անի, որովհետեւ մենք որպես ինքնություն շատ հզոր դեր ենք ունեցել ամբողջ մարդկության պատմության ընթացքում եւ պատահական չի, որ աշխարհի տարբեր թանգարաններ եթե այցելեք, ես սիրով երբ որ որևիցե երկիր գնում եմ, առաջինը փորձում եմ այդ թանգարանները գտնել, որտեղ հայկական հետքեր կա եւ անսահման են, ուղղակի այդպես կոնկրետ ուսումնասիրողներ շատ քիչ են, որ բոլորը ուսումնասիրեն եւ բերեն ցուցակագրեն ինչ արժեքներ մենք ունենք, այնուամենայնիվ խնդիրը նրանում է, որ այդ հարուստ ժառանգություն ունեցող եւ ինքնուրույն կյանք ունեցող ժողովուրդը այսօր գտնվում է մի իրավիճակում, որտեղ իր դեմքը չկա։ Դրա համար ես թույլ չեմ տա ասեմ, մեր ժողովուրդը պառակտվել է, չի պառակտվել, մեր ժողովուրդը ուղղակի խնդիրը նրանում է, պիտի ասեն կա թե չկա, որովհետև ինքը որպես հավաքականություն, ինքը ինչով է հանդես գալիս, անհայտ է։ Օրինակ ես չեմ կարողանում գտնել։ Պարոն Դադոյան, սովետական հասարակարգում երբ որ ընդհանուր մեկ սովետական միություն էր եւ Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը եղբայրական հանրապետություններ էին համարվում, այդ հասարակարգում, այդ պայմաններում կարգ կար, չէ՞, ինչպես հնարավոր էր, որ հայը իր արժեքը պահպաներ, արդյոք դա սերտաճաշ չէր, որովհետև փոխկապակցվածություն կար, անգամ տնտեսապես եւ մշակութային անպայման սովետական միության ժամանակ ազգերին սերտաճում էին, որպեսզի այդ ինքնության դրսևորումը այդքան երևացող չլիներ։ Շատ կարևոր ու խորը հարց է։ Իրականում ճիշտն ասած, այդտեղ շատ խորը խնդիրներ կա։ Նախ ասեմ, որ սովետական միությունը ինքը ոչ մի սկզբունք չէր որդեգրել։ Դրա համար իրանք ասում մենք քանդում ենք հին աշխարհը եւ կառուցում նոր աշխարհ։ Այսինքն իրանք հին աշխարհից ոչ մի չեն վերցնում։ Եվ իրանք մարդ որպես մարդու տեսակ կամ մարդու օրինակ, իրանք նոր մարդ են ձևավորում։ Եվ սովետական միության քանդվելու դժբախտության պատճառը այդ է, որ ինքը փաստորեն հնարավոր է, այո, ես ընդունում եմ, որ հնարավոր է տարբեր մշակութային կամ տարբեր ազգեր միավորվեն, միասնական ապրեն, բայց երբ որ իրանց ինքնությունները խառնում են կամ իրանց ինքնությունները զրկում են զարգանալուց, այդ դեպքում
առասարակ մարդու զարգացումն է դադարում։ Իսկ սովետական միության բունտերությունը դա էր, որ իրական ազատություն չկար, որովհետև նախ ասեմ, որ սովետական միությունը աթեիստական երկիր էր եւ այնտեղ մարդը չուներ հոգու խնամքի իմաստասիրական եզրույթը։ Նույնիսկ Դավիթ Անախտը սովետական միության ժամանակ շատ ուժեղ գիտնականներ կային, որ Դավիթ Անախտը էին ուսումնասիրում, բայց իրանք առաջի տողը գրում են Դավիթ Անախտի մեջ երևում է մարքսիստական, սաղմեր, նյութական, սաղմեր, ինքը դեմ էր կրոնավորների եւ այլ, չիցուտես բան են գրում, որպեսզի կարողանային ուսումնասիրել, բայց իրական փաստը նա է, որ մարդը ամբողջությունն է, երբ որ մարմինը, միտքը, հոգին միասնական ներդաշնակ են, եւ այն հանրությունները, որոնք այս միասնական ներդաշնակության վրա ստեղծագործական արժեքներ են բերում, նախշեր, հորիմաստներ եւ այլ ամեն ինչ, սկսած տան ձևավորումից, տաճարից, ամեն ինչ, սա արդեն սկսում է քաղաքական արժեքներ եւ այդտեղից սկսում է ճիշտ հարաբերությունները եւ այն ազգերն ու այն ժողովուրդները, որոնք ունենում են այդպիսի թռիչքներ, իրանք ազդում են նաեւ շրջապատի վրա բնականաբար, որովհետեւ լավ բաները ինստինկտիվ ուզում են վերցնել։ Հետևաբար ես գտնում եմ, որ սովետական միությունում այդ մեծ ջարդը մեր ազգային մշակույթի տեղի է ունեցել, մեր կրոնավորների, մեր բանաստեղծների բոլորին զրկել են, թեպետ վերջի, ասենք, հենց 70-80 թվականներից մի քիչ զարթվեցին ազգագրական երգերին, մի քիչ տենց ոչ շատ խորը, որ չգան կրոնական եզրի, էլի, տենց բաներ թույլատրեցին։ Բայց մենք պիտի մտածենք մեր մասին, հայ ազգը պիտի մտածի իր կառավարման համակարգի մասին, ինքը պիտի գա իր կառավարման համակարգին, որը պետքա ներդնի իր, եթե պետություն ենք ուզում ստեղծենք, պետության մեջ, որպես այդ պետության համակարգը սպասարկի բոլոր աշխարհի բոլոր հայերին, բոլոր նրանց, ովքեր ապրում են մեր այս տարածաշրջանում, եւ այն սահմաններում, այդ սահմաններն էլ խիստ պայմանական են, որովհետեւ խնդալու է, որ ասում են, «Էսի է իմ սահմանը, նիա իմ սահմանը»։ Ես դες անկեղծ ասեմ, այդ սահմանները մարդկային մտածողության մեջ հետո են գրվում քարտեզները, չէ՞։ Հիմա այդ քարտեզները, եթե հիմա ասենք քարտեզով մերը չի բանը, օրինակ Գանձասարը։ Հիմա մենք Գանձասարի մասին մտածում ենք, թե չենք մտածում։ Կամ իր հորինվածքի մասին մենք խոսում ենք, թե չենք խոսում, ստեղծագործում ենք, թե չենք ստեղծագործում։ Ուզում եմ ասեմ, որ մեծ հաշվով հարությունը պետքա կարողանա ստեղծել իր համակարգային այդ կարևոր ցուցիչները, որոնցով ստեղծի իր պետությունը։ Ես պարզ ասում եմ, որ մեր ազգը թող իմանա, մենք այս 30 տարին գտնվել ենք կեղծատիպի մեջ։ Մենք ելել ենք ինչ-որ սկզբունքներից, ասենք մարդու ազատություն, եղել ենք ենթադրեն ժողովրդավարություն, այդ բոլորի սկզբունքների եղել ենք, բայց որոնց խորքային, իմաստասիրական, փիլիսոփայական հիմքերը կամ կրոնական հիմքերը ոչ մի անգամ դրա մասին մենք չենք խոսել։ Բայց չէ որ իրական ազատությունը հենց այդտեղից է գալիս, չէ որ հենց Աստվածաշնչի մեջից եթե ընդունենք այդ իմաստով, այնտեղ արդեն մարդը ազատ անկախ է։ Հիմա ազատ անկախ մարդու չափորոշիչը միայն այդ փոքրիկ աննշան բաները չեն, արդարադրություն, չգիտեմ ինչ, այդ անհեթեթությունները, որովհետև մարդուն ազատ դաստիարակել, մարդուն բերել արժեքների հետ հարաբերության, որով ինքը հարաբերվում է մնացածի հետ, որովհետև ուզեն թե չուզեն խմբերը, հանրությունները, որ ապրում են, իրանք պետք է պայմաններ չեն ստեղծեն, այդ պայմաններով հարաբերվում են եւ դրա համար տարբեր տիպի հարաբերություններ կա մեր Հայաստանում, բայց ոչ մի հարաբերության մեջ հայկականը չկա, մենք որովհետև չենք խոսել, չենք տարածել։ Խոսում ենք ինքնության եւ ազատության մասին եւ նաեւ դուք խոսեցիք, ես այսպես հասկացա, հիշողության մասին, հա, ասում եք սահմանները, դա ընդհանրապես պետությունները գծում են, քարտեզներ, բայց այն ինչը մարդու ներսում է, իր հայրենիքը, իր պատկերացումները չունի սահմաններ։ 1988 թվական ենք ունեցել Ղարաբաղյան շարժում եւ մենք տեսանք, չնայած սովետական կարգերի այդ եղբայրական հանրապետության եւ այդ գաղափարի տարածումը, որ բոլոր սովետական միության ժողովուրդները պետք է միասին համերաշխապրեն, տեսանք, որ ըմբոստություն բարձրացավ եւ ազատվելու ցանկություն հայ ժողովրդի մոտ, ազատություն
այդ եղբայրական հանրապետություններից մեկից Ադրբեջանից եւ միացում դա ինչ կատարվեց այդ ժամանակ, ինչ արտնացավ ժողովրդի մեջ։ Դե հիմա տեսեք, այս շատ լավ օրինակ է, իմիջիալս սա շատ լավ օրինակ է փաստելու, որ ասենց ապրիորի իմաստով մեր ժողովուրդը շատ լավն է։ Այդ ժամանակները, եթե որևիցե մեկը հիշում է, այն ժամանակ մարդիկ ներդաշնակ էին, որովհետև իրանց ցանկությունները եւ մեր արժեքները այդ ժամանակ նույնական էին։ Եվ մենք այդ հենց Արցախյան իհարկե սկզբից մի քիչ շատ կար ժամանակ բնապահպանական նայիրի եւ այլ նայիրի փագում եւ այլը, բայց իրականում ինքա Արցախի հենց ազատագրական պայքար էր, որտեղ իրական արժեքներն էր, որովհետև այնտեղ ապրող մարդը միշտ կեղեքվել այդ ձևականությունը, այդ Նախիջևանում, ախր գիտեք որ տենց խոսում են, չէ, Նախիջևանում քանի հայկական գյուղ կար։ Նախիջևանում քանի հարյուրատ եկեղեցին ու համայնքներ կար, որոնք հիմնովին քանդել են այդ եղբայրական կեղծ արժեքները։ Ուր են նրանք։ 230 ցուցակագրված, այդ ես ասում եմ ցուցակագրված եւ նկարված եկեղեցիները իսպար վերացել են։ Բայց հիմա մենք վերադառնանք հանրությանը։ Նույնիսկ ես հիշում եմ մի անգամ մի զավեշտական նամակ կարտացին, Բերտուն Գողենը որոշել էին այդ ընթացքում գողություն չանեն, որտեղ որ մեզ կուտակումներ էր ելնում, կարայի չէ գրպանաններ։ Իրանք որոշել էին գողություն չանեն։ Դուք հասկանում եք, էս ինչ է դա մտածողությունը։ Ուրեմն դրանից հետո ինչ տեղի ունեցավ, այ դրանից հետո պիտի այս լավ առողջ վիճակը վերականգնվեր եւ այն հաղթանակը, որ մեր նվիրյալ տղաների միջոցով մենք ձեռք ենք բերել, բոլորի աղջիկերքի, մայրիկների, տատիկների, պապիկների, ովքեր մի վարքյան չեն դողացել իրանց երեխային, որ գնացել է պատերազմի, հասկանում եք այն ժամանակ։ Ու այդ ամեն ինչը մենք էսի կորցրել ենք, որովհետև մենք կեղծ արժեքներով սկսեցինք ձևավորել պարլամենտ, կեղծ արժեքներով սկսեցինք ձևավորել պետական կառույց, եւ դրա համար մենք ոչ թե մեր ժառանգության շարունակողը հանդիսացանք, մենք ինչ-որ նոր արժեքներ, նույն սովետական տարբերակը մի քիչ ոնց որ հավատը ազատ էր։ Ես կարամ փաստեմ, որ այդ կեղծ արժեքների հիմքը դրվել է ազգային ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որովհետև ինքը հայտարարել է ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է։ Բայց տեսեք ամեն հայտարարությունն է, որ ամբողջ աշխարհի կռիվներն ու պատերազմները ինքնության վրա են, ու հայ ազգը, որ ունի լուրջ հիմնավորված ինքնություն, ստեղծել է լուրջ փիլիսոփայություն ամբողջ աշխարհով մեկ, ստեղծել է արժեքներ ամբողջ Եվրոպա, ամբողջ աշխարհում տարածված, ընդունված, ինքը կանգնում է հրաժարվում է իր գաղափարախոսությունից, իսկ այդ գաղափարախոսությունը պետք է զարգացվեր, դարձներ համընդհանուր, համաշխարհային մտածողության հետ ներդաշնակ, իսկ դա հնարավոր էր, որտեղ մենք հենց սկզբից, որ սկսվել է մեր ազգը, ինքը ազատության պայքարով է հիմնադրվել, ոնց որ ասենք պայմանական, ասենք մեր Հայկուբելի պատմությունը։ Դուք խոսում եք արդեն առաքելության մասին, այսինքն հայ ժողովուրդը առաքելություն ուներ, որ այդ ինքնության, ազատականության, ազատասիրության գաղափարը համաշխարհային, համամարտկային արժեք դառնար։ Դե ճիշտ ասած առաքելության մասին որ ասում եք, ամեն մեկը առանձին ուսումնասիրությունների, առանձին փաստերի խնդիր է։ Օրինակ ասենք, եթե ուսումնասիրեք շատ ազգեր կան, որոնք իրանց համարում են առաքելություն ունեն։ Դες կան մի քանի ազգեր, որոնք այդպեսին համարում են իրանց, մենք էլ ենք համարում մեզ այդպես։ Բայց միայն մեր համարելը քիչ է, որովհետև պետք է փաստարկված լինի։ Իսկ մեր ժողովրդի պարագայում այնքանով է մերը հեշտ բանանել, որ մերը փաստարկված է հին 3-4 հազար տարի առաջվանից սկսած փաստարկված է տարբեր ժողովրդների լեգենդների, մեր ազգի վերագրող մոտեցումների, մեր հայկական լեռնաշխարհը որպես դրախտավայր դիտելու կամ աստվածների երկիր կամ արդարության օրենքների երկիր եւ այլ։ Այս ամեն ինչը փաստագրված է։ Հետևաբար մենք չունենք ապացուցելու խնդիր, մեր խնդիրը ոչ թե ապացուցելն է, մեր խնդիրը այդպեսին լինելն է, որ այսօր մենք լինենք որպես հավաքականություն եւ որպես գաղափար, լույսի կրող գաղափար, իսկ լույսը դա իմաստությունն է։
Հիմա ուր ենք հասել մեզ համակեցություն են պարտադրում, բառից բուն իմաստով պարտադրվում է եւ կառավարական մակարդակով։ Համակեցություն մի ազգի, մի ժողովրդի հետ, ազգի չէ, ներողություն, ժողովրդի հետ, ով թալանել է, սպանել է առ այսօր, բայց մեզ ասում են, որ մենք կարող ենք համակեցությամբ ապրել, ընդ որում խաղաղության մեջ։ Շարունակվում է այդ կեղծ օրակարգը։ Լավ, ճիշտ ասած այդ անկեղծ ասած այդ թեմա չի, անկեղծ ասած, որովհետև իրականում բերեք անկեղծ լինենք, էլի, ուրեմն նախ աշխարհում չի կարելի որևիցե մի մարդ, որ ուզենա ազգի պատմությունը ջնջի։ Սկսենք այդտեղից, որովհետև ազգի պատմությունը ջնջել, այդ նշանակում է ամբողջ աշխարհում գնալ, աստվածաշունչ հավաքել, խմբագրել, փոխել ընդել այն հատվածները, որ հայերի մասին է, գնալ աշխարհի բոլոր թանգարանները հավաքել բոլոր ու վերացնել, բայց այդ ամեն ինչներ որ անես, հիմա եթե որևիցե մեկը երբ որ կգա ժամանակը, երբ որ Նախիջևանը, ես այո հավատում եմ դրան, թեկուզ խելագարից համարեն, ես հիմա փոստի մեջ չեմ, բայց հիմա ես լույսի մասին եմ խոսում։ Ես հավատում եմ, այո կգա ժամանակը, երբ որ մենք քայլենք Նախիջևանով ու ցավոք ասենք ստեղ, օրինակ ասենք Նոյան գերեզմանոցներ։ Հասկանում եք, սա մշակութային խնդիր է, ոչ թե Նոյը մերն է, թե մերը չի, հայ է, թե հայը չի, դա բացարձակ կապ չունի։ Նույնիսկ կապ չունի Նոյան տապանը եղել է, թե չի եղել։ Բայց մարդը որպես մշակութային մարդ ապրել է, ստեղծագործել է, վիշապաքարեր սարքել, ժառապատկերներ եւ այլ, այդ բոլորը միթելով, լույսով գալիս հասնում են ամենա միջև Տաթևի համալսարան։ Եվ մեր ազգի հարատևությունը դրա մեջ ա եղել, որտեղ ինքը ապրել է, ստեղծագործել է եւ բախշել է սիրով։ Իսկ այդ օրակարգը, դա ընդհանրապես դա օրակարգ չի, նաեւ ես ձեզ ասեմ, որ ես վստահ, ես ինքս իմ Facebook-յան էջում եմ գրել, այդ կեղծ անհեթեթ խաղաղության օրակարգերը դրանք օրակարգեր չեն։ Դրանք անմիտ, ես վստահաբար եմ ասում, ցան ես պատրաստ եմ եւ իմիջիալոց իմ համար չկա SOS, սև ու սպիտակ, չգիտեմ, ԿՊ, ԲՊ, չգիտեմ ինչ, այդպես բաներ հիմար չկա։ Ես պատրաստ եմ ցանկացած ԿՊ-ական, ով ուզում անի, ես խտրականություն չունեմ։ Պատրաստ եմ գնալ եւ զրուցել։ Այդ ինչ կեղծ օրակարգ եք առաջարկում։ Ինչի պիտի օրինակ հենց Մասիսարը, ինչի պիտի խանգարի մեր խաղաղությանը։ Աշխարհում կա տես մի հատ ուժ, որ կարա կամ այդպես գաղափար, որ կարա փաստի, որ Արարատը մեզ պետք է խանգարի։ Այդ ինչ անհեթեթություն է։ Այդ դեպքում լուսինն էլ ինձ է խանգարում, թող բանը իրանք իրաց դրոշից լուսինը հանեն։ Այ քեզ բան։ Եթե ամբողջ աշխարհը եկել է Հայաստան, որ Արարատ տեսնի։ Ամբողջ աշխարհը, մենք հո չենք օրինե, դա չէ։ Ախր հասկանում եք, այս մարդիկ խոսում են առանց մշակույթի։ Առանց մշակույթի նախ ասեմ մարդ չկա։ Հիմա եթե դու առանց մշակույթի խոսում ես, անկոմար Արարատը, այ ջնջիկ Արարատը, ինչ այլ է, ջնջիկ, աշներս փագի։ Բայց Արարատը խորհուրդ ունի։ Դրա համար ես գտնում եմ, որ մեր ազգը այս խարխափած վիճակից դուրս է գալ, ինչու, որովհետև ինքը վերջնականապես հասկանալու է, որ էսի ճանապարհ չի։ Գիտեք ինչքան կոմպոզիտորներ, գրողներ, նկարիչներ, փիլիսոփաներ են այրվել, որ մարդկությունը գա ազատության։ Գիտեք, այդ որ ասում են արդ կատարյալ եղեք ինչպես ձեր երկնավոր հայն է կատարյալ, դա կատարելության բարձրագույն եզրն ընդհանրապես։ Եվ եթե դա մեր ազգի մեջ եղել է մշտապես կրթական հիմքում, դրա համար ասենք մեր օրինակ ասենք շնորհալի կամ մեր հայրերը երեխեքին ասում են լույսս, ոգյակս, լույսս։ Պատկերացնում եք, ասենք դպրոցերում ասեն լույսս, բանկապարտեզին ասեն լույսս, լույսը ինչ է իրանք։